Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցչի կողմից ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու, ինչպես նաև օրենսդրական արգելքի պայմաններում նշված կուսակցությունների դաշինքի падգամավորի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության տեխնացուի կողմից միջնորդավորված եղանակով բարեգործության արգելքը խախտելու տարբեր դեպքերի մասին։ մի միլիոն փողեր 500 մետրին 500 մետր կարճ։ Եվրո գազան է, եվրո գազը մեր կանել գեվոր մեր կերվից տնես, բեսան լավ գեվոր։ Ասֆալտ է սանում, Դա բրոս մանգապարտեզ է սարդում։ 8 տարեկանից դաշնակի մեծ աղբերի 8 տարեկանից ես դաշնակցության հետ եմ ու եթե չէ փոխել Էդի հետո ընկի Էդի հմի չի հայտնի ընկեր հմի իրան պեյչի որ հայտնի Էդի ինտերություններից հետո պտենով եղած ձեներն է չպախն իրա դրավի Աշիրն է, 3 ուժներ, կոչ այդակդոտ, աշիր միանալու են իրար, բայց հմի իրանց մեջ էլ է կռիվ կետա, ինչ իմար, լիդերի կռիվն է, որ ուժը շատ ձեն տարա, ես տարի ունեմ ընգեր, ես տարի ներեխում 20,000 կալում չեմ երեխեքի 10 տուբերի փողը ես է տվել, ոնց է մեր ինչը մեր է ես ծնողներին Կետել Սիմոյան Աշոտը ֆինանսավորեց Բերիսարկին մեր առաջվա մարզպետներ իմ կուսակցական ընկերն է Հմի դեպուտատ է ախպեր հմի դեպուտատ է չէ դաշնակցությունը Հայաստան դաշինքով Ահա ջան ընդ էդի ասի ուզում ես իմ լավերը սամի Մագապարտեզ միլիոն տոկոս տեղավորել Ախպեր ուտի կողմերը ախպերական մարդ են գալիս մոմենտ իշնենք այնենք ներքևի ապարակ տևական կան էտան էլի Նայ գազելի թեման որ օգնին մեզի ախպերը մի ամուտ է էլի 10-30 օր ավելսին մենք մի հատ բանով լավություն ունենք որ ձեն ենք տալու ոչ բան Մի 10 հոգի մարդ ձեր են խաշկարի մոտ հաղթվենք այդ Բարգավաճի ժողովուրդ կան էտան էլի ենքան որ ձևական հաղթվենք Ախպեր պրոստո կայն է կինադու իրգվա ժամ եմ ասու Facebook-ով խցել եմ ամեն երեխուն 15 փող տվի պլյուս բան արի դասատուներին է վարտեր մի հատ Չէ ընկերոջս Սիմոյան Աշոտը բան արեց հովանավորեց են մեր դաշնակ առաջվա մարզպետը բայց ընենց եմ ներկայացել որ իմ կողմից եմ արել էլի Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։